Ինչու է Աստված հանդուրժում այսքան պատերազմներ, անիրավություն, անազնիվների, ստախոսների իշխանության գալ, գուցե ժամանակա որ դուք հարց եք տալիս, որը շատ երկար պատասխանի, այսպես, բայց ես կարճ ասեմ, շատ կարճ, համառոտ նույնիսկ, այսպես, որովհետև հարգում է մեր ազատությունը եւ թողնում է, որ մենք որոշենք, ուզում ենք ապրել, թե ուզում ենք մեռնել։ Պատասխանը սա է։ Աստված մեր առջև դրել է բոլոր հնարավոր հեռանկարները, բոլոր հնարավոր ճանապարհները։ Մեր առջև դրել է նույնիսկ այն պատվիրանները, որոնք գրված են մեր ներսում, ընդհանրապես մենք պիտի կարողանանք ինքներս մեր ներսը ճանաչել։ Դրա համար, երբ որ մարդը մեղք է գործում, նախ եւ առաջ օտարանում է ինքն իրենից, հետո նոր Աստծուց։ Աստված ցույց տվել է։ Տեսեք, մարդու ստեղծումը տրված պատվիրան, իրավունքները եւ այդ իրավունքների դաշտում օրենքը, դե որ ձևակերպված է շատ կարճ մի կեր, արգելված պտուղը մի կեր, այդքան բան։ Ամեն ինչ քոնն է, ինչ բազմազան, բազմաթիվ իրավունքներ ունես, բայց այդ իրավունքները որպեսզի արժեք ստանան, դու պիտի սահմանափակում ունենաս, որտեղ ազատությունը արժեք է ստանում այն դեպքում, երբ որ կա սահմանափակում։ Եթե սահմանափակում չկա, եթե դու ընտրելու հնարավորություն չունես, չկա ազատություն։ Եվ Աստված հարգում է մեր ազատությունը։ Իհարկե, մեջնմեջ նաև միջամտելով իշահ մեզ, որպեսզի կյանքը դեպի մահ չգնա։ Բայց եթե մենք երկու ոտքը դրել ենք մի կոշիկի մեջ, ինչպես ժողովրդական խոսույթն է ասում, բայց ուզում ենք մեռնել, Աստված ինչ պիտի անի։